Բարի օր գործարարալիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին դուք միացրել եք 106 եւ 5 հաճախականությունը հիշեցնում եմ ձեզ որ թվային հարթակներում եւս կարող եք դիտել մեր բոլոր հաղորդաշարերը թարմ ուղեղով այսօրվա իմ զրուցակիցն է քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ալխաս Ղազարյանը բարև ձեզ շնորհակալ եմ Տիկին Ղազարյան որ ժամանակ եք գտել ու մեր տաղավարում եք ծանր հարցեր են քննարկելու Օգոստոսի 8-ից հետո անընդհատ իշխանական թիմի կողմից, ձեր թիմի կողմից այն պնդումներ, որ խաղաղության դարաշրջանը մեկնարկել է, բայց դրանից հետո թշնամի պետության հռետորաբանությունը հատկապես Ալիևի կողմից այսպես առաջ քաշվող խոսույցները կարծես թե հակասում են այդ տրամաբանությանը եւ մենք այսօր ամսի 3-ն է, որ տեսաձայնագրում ենք հաղորդումը եւ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ կրկին այդ մասով հակասություններ կան եւ մեր տեսակետները կարծես թե չեն համընկնում ինչն է պատճառը որ ամեն դեպքում այդ հաշտությունը տեղի չի ունենում եւ եթե օրեր առաջ Ալիևը նշել էր որ մենք խաղաղ պայմաններում ենք ապրում ու կարծես թե երկու երկրները հարմարվել են դրան ինչն է պատճառ դառնում որ մի քանի ժամ հետո մի քանի օր հետո անընդհատ խոսույթը փոխվում է Շնորհակալ եմ հարցի համար, իրապես այս խոսույթների խառնաշփոթի արանքում մեր հայրենակիցներն էլ կարծես շփոթվում են, թե ինչու՞մն է հարցը, որ մենք խոսում ենք բացառապես խաղաղության վերաբերյալ, խաղաղության մասին եւ հայտարարում ենք եւ նույնիսկ երեկ էլ ազգային ժողովը ընդունեց հայտարարություն Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ եւ ես կարող եմ ասել, որ մենք պետք է նախ հետևենք մեր խոսույթին, ինչի՞ այս ամեն ինչը պնդում մենք ամեն անգամ ասել ենք մենք պայքարում ենք ու պայքարելու ենք որ երկրում լինի հարատև խաղաղություն եւ այս խաղաղության այս գնալու ճանապարհին մենք հնարավորինս ավելի զգուշ ենք ու ավելի ուշադիր ենք մեր խոսույթին բացի դա մենք նաեւ բնականաբար պահանջում ենք այն երկիրը որը որ մեր հետ կնքել է խաղաղության նախաստորագրվել է ամեն դեպքում խաղաղության համաձայնագիրը բնականաբար սպասելիքներն էլ են որ քան որ իրենք էլ էին ուրախացած խաղաղության համաձայնագրի նախաստորագրմամբ եւ մենք հիշում ենք այդ տեսարաններ, այդ խոսույթներ, որը որ գեներացրեց Վաշինգտոնում Ալիևը, սպասել էր, որ նման խոսույթ չի զարգանա, բայց ամեն դեպքում երևի թե եկեք այսպես ենթադրությունների իմ դաշտին հասնեմ, երևի իր ներքին լսարանի համար է փորձում նման խոսույթ ամեն դեպքում թրիպուղին անվանելով Զանգեզուրի միջանցք, ինչին ի պատասխան տեսակ թե ՄԱԿ-ի ամբիոնից եւ նաեւ ԵԽԽՎ-ում падգամավորների հարցին պատասխանելուց վարչապետը պահանջեց, որպեսզի հրաժարվենք այդ նման խոսույցից, քանի որ մենք ունենք արդեն ստորագրված, նախաստորագրված փաստաթղթեր, որոնք որ լեգիտիմ ուղին են խաղաղության հասնելու եւ դուք էլ եք նկատել, որ խոսույթը անընդհատ փոփոխում է, ես այսպես իր փոխարեն չի ցանկանա պատասխանել Ալիևի, որովհետեւ իրապես մենք էլ ենք վրթովվում, երբ որ նման խոսույթ ենք լսում իսկ նախապայմանների վերաբերյալ դուք գիտեք որ ի սկզբանե այս Զանգեզուրի միջանցքով մի հարց տամ հետո ինչն է պատճառը որ հայկական կողմը դրա մասին չի խոսում, բայց այդ խոսույթը կա ԵԽԽՎ-ում падգամավորները անդադ շեշտում էին Զանգեզուրի միջանցք։ Դա ադրբեջանական լավ լոբիի աշխատանքն է։ Բնականաբար, որովհետև հենց սկզբից էլ դրա մասին ու դրա համար էին պայքարում, որպեսզի դա լինի միջանցք։ Եվ երկար պայքարից հետո հասկացանք, որ մենք այո կողմ ենք ապաշրջապակման, մենք կողմ ենք կոմունիկացիաների բացման, բայց ոչ երբևէ միջանցքի տրամաբանության, որովհետև միջանցքը իրենից ինչ ենթադրում է ամենապարզ միջոցով փորձեն բացատրել, երբ որ քո երկրով ճանապարհ է անցնում ու վերահսկողությունը քո տիրապետության տակ չի, սթրիփ ճանապարհը բխում է մեր խաղաղության խաչմերուկ նախագծից եւ ամբողջությամբ մեր վերահսկողության տակ է այդ պատճառով ընդհանրապես կապ չունի միջանցք եզրույթի հետ բայց նաեւ միջազգային փաստաթղթերում երբեմն թարգմանության հետ կապված խնդիրներ օրինակ Հոսիս հարավ մայրուղին եւս միջանցք է կոչվում որը որ ընդհանրապես միջանցքի տրամաբանություն չունի եւ այս տերմինների շփոթի արդյունքում էլ երբեմն ոնց նշեցիք օրինակ միջազգային հարթակներում հնչեցնում է Զանգեզուրի միջանցք բայց վարչապետն շատ բառացի բացատրեց որ Հայաստանում նման անունով նման ճանապարհ չի կարող լինել ու չկա էլ եւ որևէ փաստաթղթում նույնիսկ միջանցք տերմին գոյություն չունի
Դուք կիսատ թողեցիք ձեր խոսքը, ես ընդհատեցի, նախապայմաններին էի ուզում անդրադառնալ, շնորհակալ եմ հիշեցրեցիք, նախապայմաններ, գիտեք, բազմիցս նշվում էր, որ սահմանադրությունը մեր պարունակում է ինչ-որ, ես կարծում եմ, կոնկրետ դա ի նկատի ուներ պարոն Միրզոյանը, տարածքային պահանջներ ունի, եւ մենք ասել ենք, որ մենք մեր սահմանադրությունը ամեն դեպքում տարածքային պահանջ չունի, եւ եթե ստորագրվի խաղաղության պայմանագիրը եւ գալով Հայաստան կանցնի ներպետական օրենսդրությամբ եւ այնտեղ կպարզվի արդյոք մեր սահմանադրությունը ունի պահանջ թե չունի։ Մենք կարծում ենք, որ եթե այդ նույն տրամաբանությամբ գնանք ու հղում անենք, հարևան երկրի սահմանադրությունը ավելի մեծ սահմանադրական տարածքային պահանջներ ունի, քան մերը, եւ մենք բազմիցս բացատրել ենք, չեմ ուզում այսպես շատ իրավական խորքերին գնանք, սահմանադրության մեջ եթե տարածի ու բառացի չի արտահայտվում այն ինչ նախաբանում գրված է, հետեւաբար դա չի արտացոլում այն միտքը, որ իրենք անընդհատ կրկնում են։ Այն նախաստորագրության մեջ սեպարատիզմի մասին է խոսվում, որ երկու ազգերը պիտի ատելության այդ մթնոլորտը վերացնեն, այլևս նման շեշտադրումներ չլինեն, ոնց է դա ապահովվելու, ոնց է դա որոշվելու եւ ինչն է համարվելու օրինակ ատելություն, ինչը չի համարվելու ատելություն։ Այդ մասով մենք փակագծերը չենք բացել, բայց կարեւոր է կարծում եմ։ Գիտեք, դա դժվար աշխատանք է, ու շնորհակալ եմ, որ այդ հարցը ինձ տալիս եք, որովհետեւ ես հաճախակի եմ այդ մասին մտածում, տարիներ շարունակ երկար տարիներ պատերազմական այս իրավիճակում ապրելով, կարծես երկու հասարակությունների միջև էլ խորթ է խաղաղության պայմաններում ապրելը եւ որևէ մեկը այսպես սոցիալ-հոգեբանական տեսակետից չի պատկերացնում այդ իրավիճակում ապրելը եւ դժվար է նաեւ թե մեր կողմից, վստահաբար նաեւ դժվար է իրենց կողմից, տեսեք մենք ինչքան սուր ենք արձագանքում ցանկացած բառ նախադասություն ազգուշ օգտագործմանը հարևան երկրից եւ վստահաբար ինքն սուր ռեակցիա են տալիս, այսպես ասած, եթե մեր կողմից է հնչում այդ արտահայտություն, այսինքն դեռ շատ դժվար ճանապարհ ունենք սոցիալ-հոգեբանական առումով։ Բայց խնդիրը այն է, որ պետական մակարդակով Հայաստանից չի գնում այդ խոսույթը, իսկ իրենց մոտից պետական մակարդակով է դա։ Դե քանիցս ասել ենք, որ խաղաղությունը մեր համար նոր միջավայր է, մենք պետք է հոգ տանենք խաղաղության մասին եւ մենք շատ ավելի ու շատ լավ է, որ մենք շատ ավելի ինստիտուցիոնալ ենք վերաբերվում այդ ամեն ինչին, ու լավ կլիներ, որ այն կողմից էլ նման ինստիտուցիոնալ կերպով մոտենան, որովհետեւ ես վստահ եմ պետությունները ժողովուրդը հենց թե հարևան երկրում, թե Հայաստանի Հանրապետություն որևէ մեկը պատերազմ չի ուզում։ Այ խաղաղության հոգ տանելու մասին անընդհատ շեշտվում է։ Այդ դրա փակագծերն էլ բացենք, հոգ տանել ասելով մենք ինչ պիտի հասկանանք, եթե մենք անընդհատ հոգ ենք տանում, բոլոր բարձր ատյաններում ասում ենք, որ այ խաղաղությունը մեր նախապայմանն է, մեր օրակարգի թիվ 1 հարցն է, մենք տարածաշրջանի համար ենք նաև այս օրակարգով առաջ գնում եւ միայն Հայաստանի օգտին չի, բայց Ալիևը շարունակում է հակառակ տրամաբանությունը տանել։ Դա ուղիղ վնաս է հենց այդ խաղաղությանը։ Գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը հանդիպեցին, արդյոք դրա մասին խոսք չի եղել։ Ինչու եք դուք այդպես անում։ Լավ, մենք փորձում ենք ամեն բան անել, եթե ուզում ենք խաղաղություն լինի, եկեք միասին այդ կառուցենք այդ խաղաղությունը։ Ես չեմ կարծում, որ եթե հանդիպել, օրինակ ես չեմ տիրապետում ամբողջ ինձ զրույց է ծավալվել, ճիշտն ասած, բայց ես կարծում եմ, որ անհնար է իմանալով վարչապետի այսպես տրամադրված առհասարակ բնավորությունը այդ մասին խոսույթ չունի, եթե մարդը չխոսեց, նաև խոսեց ՄԱԿ-ի ամբիոնից, նաև խոսեց ԵԽԽՎ-ը, մենք բազմաթիվ ժամանակների հետ ենք ուզում գնամ, անընդհատ ուզում եմ խուսափեմ համեմատություններ անցկացնելուց, բայց շատ դեպքեր են եղել, երբ հարևան երկիրը շատ ավելի վատ է արտահայտվել եւ այդ պայմաններում մեր նախկին նախագահներից որևէ մեկը դրան չի արձագանքել։ Օրինակ եսի մեջում էլ էի կիսվել արտգործնախարարի ելույթում դուք ելույթը լրիվ այլ թեմա էր, դա ցեղասպանության վերաբերյալ էր, բայց Սերժ Սարգսյանի ներկայությամբ է խոսվել եւ նա ոչինչ չի արտահայտվել եւ այլն, ամեն դեպքում Հայաստանին վերաբերել է, իսկ երբևէ չի եղել նման խոսույթ, որտեղ էլ որ լիներ Ռուսաստանում, տեսել ենք, որ եթե խոսակցության մեջ հարց է եղել ու ճիշտ բարձաբանված չի եղել, երբեք չի խոսել բացատրություն պահանջել կամ խոսել եւ ասել ոչ, սա այսպես չենք պայմանավորվել, այսպես ենք պայմանավորվել եւ վերջին թարմնություններն է տեսակ ՄԱԿ-ի եւ ԵԽԽՎ-ի խոսույթից, բայց
Կարծում եմ այդ հոգ տանելը այդ դիվանագիտական լեգիտիմ ճանապարհով գնալն է, իմ առաջին իսկ պայմանը եւ մնացած արդեն աշխատել, որպեսզի այդ ապաշրջափակումը, կոմունիկացիաները, սահմանազատումը մենք բավականին շատ գործընթացներ ունենք, որ պետք է անենք, կարևորը դա անենք շատ ճիշտ ու լեգիտիմ ճանապարհով, որոնց որ արձանագրվում է փաստաթղթերով, որոնց որ ընդունվում է մեր կամ իրենց երկրի կողմից օրինակ սահմանազատման սահմանադրության կանոնադրությունը եւ շարժվել միայն այդ ուղղությամբ։ Տեսեք, ես դա անդադ շեշտում եմ, որովհետև մի ժամանակ էլ թերհավատություն կար, որ այդ կանոնադրությունը կընդունվի եւ կգործի, բայց փաստացի ընդունվեց թե մեր երկրում, թե իրենց երկրում եւ սահմանազատման սահմանագծման գործընթացը բավականին ակտիվ առաջ է գնում։ Հետո դադար տրվեց։ Դադար չի տրվել իրականում, հիմա էլ են հանդիպումները կան, ուղղակի այսպես քանի որ ես չեմ մասնակցում, չեմ ուզում ասեմ կոնկրետ ինչ գործընթաց է, բայց հետաքրքրվում եմ գործընկերներից, ամեն դեպքում դադար չի, անպայման ընթացքը լինելու է։ Շատ է խոսվում այն մասին, որ սահմանների բացումը կարող է տնտեսապես նաև մեզ սպառնալ, որովհետև Թուրքիայից կարող է օրինակ լոլիկը գալ ավելի էժան գներով, եւ մենք չկարողանանք հայկականը առաջ տանել։ Այդ խոսույթն էլ շատ կա։ Ոնց եք դուք դրան վերաբերում, ինչպես պիտի անենք, որ այսպես ճնշում չլինի նաեւ տնտեսապես։ Չէ, չեմ կորցում տնտեսապես մենք խնդիր կունենանք, ճիշտ հակառակն եմ մտածում։ Մենք տեսեք, ոչ մի մեր այսօրվա գյուղմթերքն էլ դուրս է գալիս, իհարկե մի ուղղությամբ է գնում, բայց ամեն դեպքում կարողանում ենք ապահովել երբեմն դժվարություններ են լինում, այսօր առավոտ էլ տեսել շուտ բեռնատարներ են կանգնած սահմանին չեն կարողանում գնալ բան, բայց մենք կարողանում ենք ապահովենք այնպես, որ դուրսել գա, ներսել գա եւ ըստ չափերի նաեւ բան անենք, կազմակերպենք, որ ոչ երկրի ներսում որևէ խնդիր առաջանա, որևէ գյուղմթերքի վաճառքի, որ դուրս գալու դեպքում էլ այնպես լինի, որ Հայաստանում այդ մթերքը ամբողջությամբ սպառվի եւ ամբողջությամբ դուրս գնա, այսինքն այդ հաշվարկները նախարարությունը էկոնոմիկայի բավականին լավ իրականացնում է։ Ես հիշում եմ 2 տարի առաջ նույնիսկ կարտոֆիլի կաղամբի հետ խնդիր ունեցանք ներկրման դեպքում ներկրվեց եւ մի քիչ էժանացավ եւ հատկապես Գեղարքունիքի մարզում մի պահ խնդիրներ առաջացել իրացնելու գյուղմթերքը, բայց մենք պետք է ուրիշ բանի վրա շեշտում անենք։ Իսկ հիմա երբ որ ճանապարհները բացվեն եւ այսպես ներդրումները ել ավելի Հայաստանում ներդրում անելու, բիզնես զարգացնելու առումով ավելի արդյունավետ միջավայր ստեղծվի, այդ դեպքում մենք հենց տեղով իրացնելու մեր գյուղմթերքը խնդիր չենք ունենա։ Սա զուտ իմ ենթադրությունն է, ոչ թե այսպես մասնագիտական, բայց ես այդպես եմ տեսնում այս պահին ճանապարհների ապաշրջապակման առումով եւ երբեք չեմ մտածել, որ կարող է լոլիկ մտնի ու ասենք մեր լոլիկը չվաճառվի, չեմ կարծում նման խնդիր։ Դե թե գները ավելի էժան լինեն։ Պարզ է, չէ՞ որ հայկականը հետին պլան է մղվելու։ Հայկականի մեծ մասը դուրս է գալիս երկրից եւ եթե մենք կարողանում ենք նորմալ գնով արտահանենք, էլի խնդիր չենք ունենում։ Մենք հենց պետքա խնդիր ունենանք մեր ամբողջ հողատարածքները, որոնք որ այս պահին իրականում դեռ ամբողջովին իրացված չեն, կարողանանք այդ հողատարածքները ապահովենք նորմալ գյուղատնտեսական մթերքով ու ամեն ինչով, որպեսզի կարողանան օգտագործել։ Այդ ճանապարհների մասով այդ խնդիրները, որ առաջանում են հաճախ լարսում նաև, կարծում եք քաղաքական ենթատեքստ կա այդտեղ ռուսական կողմից, թե ամեն դեպքում պարզապես տեխնիկական հարցեր են։ Տեսեք, որպես որովհետև պարբերական է երբեմն լինում են, դե բնականաբար երբեմն լինում են նման, նաև քաղաքական կոնտեքստ է ունենում ու դա է հիմնական պատճառը, որ նաև շատ արագ պետք է մտածել տնտեսության դիվերսիֆիկացիայի վերաբերյալ, երբ որ դու կախված ես լինում մեկ ուղղությամբ քո մթերքը քո ամեն ինչը քո արտադրանքը հանելու, մեկ շուկայից մեկ ուղղությամբ տանելու, այդ դեպքում ցանկացած փոքր ազդակ, լինի դա քաղաքական, լինի դա լիցենզիայի հետ կարող է ազդել քո տնտեսության վրա ու շատ արագ, հատկապես եթե խոսում ենք այնպիսի ապրանքներից, որոնք կարող են փչանալ, ընդամենը 2 օր սահմանին կանգնելու դեպքում կարող ամբողջությամբ այդ ամեն ինչը կորցնել իր այդ թարմությունը եւ այլն, այդ պատճառով լինում են նաև ինձ ասել է, որ նաև քաղաքական ազդակներ են լինում այդ դեպքում։ Իսկ ինչպես եք պատրաստվում այդ դեպքում շփվել դաշնակից, ասենք Ռուսաստանին։ Այո,
Ասենք ինչու՞ չէ։ Ռազմական առումով ոչ, բայց մնացած առումով մենք միշտ էլ ասել ենք, որ մենք ոչ մի այլ խնդիր չունենք Ռուսաստանի Դաշնության հետ, մենք ռազմական առումով ունեցանք խնդիր, մենք դադարեցինք սառեցրեցինք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, դա է եղել խնդիր, բայց մնացած առումներով բնականաբար մենք շփվում ենք։ Կարծում եք պրոյեկտվում է մյուս ուղղությունների վրա այդ հարցը։ Չեմ կարծում։ Ամեն դեպքում արտակնապես դա այդպես չի երևում։ Շատ լավ, Սփյուռքի մասին եմ ուզում մի քիչ զրուցենք, շատ են դժգոհությունները, հատկապես ընդդիմությունն է միշտ ասում, որ այսօրվա իշխանությունները այդ կապը կտրում են Սփյուռքի հետ եւ կարծես թե միայն Հայաստանի հայերը եւ վերջ։ Դուք ոնց եք աշխատանքներ տեսնում, ինչ մեխանիզմներով պիտի աշխատել Սփյուռքի մեր համայնքների հետ, ինչ տրամաբանությամբ եւ որպես ձեր թիմի առաջ քաշված 4-րդ հանրապետության գաղափարախոսության մեջ Սփյուռքը ինչ դեր պիտի ունենա։ Տեսեք, մենք Սփյուռքի հետ հատուկ վերաբերմունք չենք առանձնացրել, որ ասենք մենք դուրս ենք թողում Սփյուռքին մեր կյանքից եւ այլն, բնականաբար մենք ինչու են հատկապես դա շեշտում, որ մենք ասում ենք պետությունը հայրենիքն է եւ այստեղ պետքա փնտրես քո տունը, քո հայրենիքը, քո պետությունը եւ պետքա հոգ տանես այնպես ինչպես հայրենիքիդ մասն ես հոգ տանում, նաեւ պետությանդ մասին, որպեսզի կարողանաս միշտ այստեղ ունենաս քո տաքու կյանքյունը։ Մենք միշտ պատրաստ ենք Սփյուռքի մեր հայրենակիցներին Հայաստանի Հանրապետությունում սպասելու, ինչպես նաև նրանց կողմից գործունեությունը տեսնելու եւ ինչպես շարունակել է աշխատանքը Սփյուռքի հետ Հայաստանը ինչպես շարունակել է աշխատանքը Սփյուռքի հետ, նման կերպով էլ շարունակելու ենք աշխատանքը, այսինքն որևէ առանձնացված վերաբերմունք չեք նկատում դուք։ Ոչ, բնականաբար ոչ։ Ես չեմ կարծում ենք ինչ որ առանձնացված ինչ որ լավ կամ վատ վերաբերմունք ունենք, այնպես ինչպես եղել է, նա այդպես էլ շարունակվում է, որովհետեւ առանձնացվածություն չունենք, մեր հայրենակիցներն են, ոչ մի խնդիր չունենք նրանց հետ առնչվելու։ Իսկ ի՞նչն է պատճառը, որ ընդդիմությունը շեշտում է անընդհատ դա։ Դե տեսեք, ընդդիմությունը միշտ հայրենիք ասելով պատկերացնում է մի անծայրածիր տարածք, ես չգիտեմ օրինակ իրենք ինչպես են պատկերացնում, եւ իրենց հարցում ես հատկապես դաշնակներն ասում ես Հայաստանի Հանրապետությունը քանի քառակուսի մետր է, երբեք իրենք թիվը չեն նշում, որովհետեւ իրենց համար ծովից ծով Հայաստանն է, բայց հաստատի մենք ունենք Հայաստանի Հանրապետություն 29743 քառակուսի կիլոմետր, որը որ մեր հայրենիքն է, եւ մենք պետքա հոգ տանենք մեր տրամադրվածությունը։ Հայրենիքը չէ, այսինքն է մեր հայրենիքը։ Մենք մոռանում ենք օրինակ Նախիջևանի մասին, Արևմտյան Հայաստանի մասին, պատմության գրքերում դրա մասին գրված է, չէ՞։ Տարածքային նկրտումները մի կողմ։ Տեսեք, մեր հայրենիքն է, մենք որևէ բան չենք մոռանում, մեր ինքնությանը վերաբերելի որևէ բան չենք մոռանում, բայց փաստացի մենք ունենք Հայաստանի Հանրապետություն, պետություն, որը ունի այդքան տարածք։ Եվ երբ որ մենք սկսում ենք մտածել, որ գիտեք մեր հայրենիքը Թուրքիայի, ասենք, ճանաչված սահմանների ներսում գտնվող այս մասն է, այն մասն է, Վանն է, Ղարսն է, բայց փաստացի դա մեր հայրենակիցների հայրենիքն էլ է եղել ժամանակին, չէ՞։ Եղել է ժամանակին իրանց հայրենիքը, բայց ես վստահաբար ասում եմ մեր տարիքակիցներն էլ որ ասում են, ասենք մեր հայրենիքը ես օրինակ ծնվել եմ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում, մինչև 17 տարի այնտեղ դպրոցեմ գնացի եւ այլ, այսինքն բայց որ մամայիս կողմը վանեցիներ են եղել, ասում են հա այն բնավորության որոշ գծերով վանեցի ենք, վանից ենք եկել բան, բայց իրենց հայրենիքը, իրանց տունը, իրանց տեղը, այս պահին այստեղ է, իրենք մեծացել են, իմ ծնողները նույնիսկ Հայաստանի Հանրապետությունից դուրս ուրիշ տեղ չեն մեծացել։ Մեր խնդրեմը այն է, որ մենք միշտ այդ լինելով այդ Վաղաշենում, չգիտեմ, Երևանում եւ այլն, մենք մտածում ենք, որ չէ, եկեք ճիշտ աստեղ ապրում ենք, բայց սա ժամանակավոր է, մեր հայրենիքը ծովից ծով Հայաստանն է, սա եղել մեր ամբողջ բանի միտքը, որ մենք պետք է նախ սա սիրենք, փայփայենք, երազենք, կառուցենք եւ այլն։ Տիկին Ղազարյան, ամեն դեպքում պատմությունը տեսեք մեր սահմանները մենք արդյոք խնդիր ենք ունեցել այդ մասով չէ խնդիր չենք ունեցել մինչև ձեր իշխանությունը երբ որ մենք տեսեք օրինակը բերեմ մինչև մեր իշխանությունը եւ այլն տեսեք երեք մենք խոսում ենք խաղաղության մասին մենք ասում ենք եկեք ընդունենք Հայաստանի եւ ԱԺ հայտարարություն որովհետեւ նման բան երբևէ չէր եղել Հայաստանի ես 30 ամյա անկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ խաղաղության
խաղաղության նախաստորագրված համաձայնագիր, խաղաղության գնալու այսպես արդեն լեգիտիմացված փաստաթուղթ եւ եկեք ընդունենք այդ հայտարարությունը, դուք չեք պատկերացնում մեր այդ ասած ձեր ընդդիմությունը ինչպես փախավ դահլիճից։ Դա հայտարարություններ ես ուղղակի չգիտեմ ոնց մսուր մանկապարտեզ ասեմ չեք հավատա եւ գիտեք ինչ կերպով ուրիշ բան երբ որ վարման կարգ ուզեին եւ ասեն գիտեք ինչ կա մենք չենք համարվում որ այդ խաղաղությունը իրական է գուցե էլի նորմալ ամեն դեպքում նորմալ խոսույթ կլիներ մեծ մարդու Կիբերանվտանգության մասին օրենքի ընդունման ժամանակ խնդրեցին 20 րոպե ընդմիջում կիբերանվտանգությունը, երբ որ իրանք խոսում են երկրի անվտանգության եւ այլնի վերաբերյալ, են ամենակարևոր օրենքներից էր, որ պետք է ընտրվեր հենց երկրի անվտանգության տեսանկյունից, ասած շատ կարևոր օրենք է, մենք պետք է 20 րոպե քննարկենք ու վերադառնանք ոդքասթում փախան դրանից հետո դահլիճից։ Դա աննկարագրելի բան էր։ Երբ որ դու ուզում ես երկիրը զարգացնես, երկիրը տնտեսապես կայացնես, ոնց կարող ես երկրի խաղաղության վերաբերյալ խոսույթից այդ տիպի վախենաս ու փախնես։ Եվ ես իմ ելույթում ասացի, գիտեք ինչից եմ վախենում մեր ընդդիմությունը խաղաղությունից։ Թշնամաբար են վերաբերվում խաղաղություն տերմինը, որովհետև այն տարիների ընթացքում իրանք անդադ Հայաստանը պահելով այդ բանի ճիրաններում պատերազմի վտանգի ու պատերազմական վիճակում իրանք կարողացել են ուղղակի հարստանալ իրենց բիզնեսները զարգացնել կոպիտ չի, եթե ասեմ թքած ունենալով Հայաստանի Հանրապետության վրա էլ անկախության վրա էլ ինքնիշխանության վրա էլ այսօր իրանք էլ են բացահայտ արդեն խոսում միութենական կազմ գնալու մասին իրանք ղեկավարն էլ է խոսել այդ մասին այսօր իրենց պրոյեկտը Գյումրիում եւս բացահայտ խոսում է այդ մասին իրան գժի տեղ դրած բայց այդ ամեն ինչի մասին իրանք որովհետեւ տեսեք մենաշնորհները ես լավ մենք համարյա հասակակից ենք հիշում ենք թե տնտեսական ինչպիսի մենաշնորհներ ունեին ամեն մարդ ամեն մի պաշտոնյա ինչ որ մի բան էր ներկրում Հայաստան այսինքն տնտեսությունն էին ամբողջությամբ իրենք իրանց ծառա վերցրել կլանների վերածել պետություններ քաղաքականություններ որ մի իշխանություններ միջև 18 թվականը երկրի ղեկավար նորմալ ընտրություններով ընտրվել որևէ մեկը չի ընտրվել Սահմանադրության հանրաքվեն անցկացրել որևէ մի սահմանադրություն ժողովուրդը կապված չի երկրի մայր օրենքի հետ մենք 18 թվականից դրա համար սկսեցինք սահմանադրության փոփոխությունների հետո ապա նոր սահմանադրության մասին խոսել Այս սահմանադրությունը պիտի փոխվի ամեն դեպքում մենք նոր սահմանադրության կոնցեպտ ենք մտածում այո Ինչ սկզբունքներով Հայեցակարգը կլինի կծանոթանանք բոլորս եւ ես կարծում եմ սա այն փաստաթուղթն է, որի վերաբերյալ չպետք է շտապենք։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է ծանոթ լինի սահմանադրության բոլոր թե սկզբունքներին, թե բոլոր ընկետերին, որ ներառվում են եւ տա իրապես իր համաձայնությունը ու կնքի իր պայմանագիրը պետության հետ, որպեսզի կարողանա այն օրենքը, որոնք որ Հայաստանում ընդունվում են, լիարժեք իրենը համարվի, որովհետեւ ես էլ եմ ասում Հայաստանի Հանրապետության քաղաքացին հոգեբանական խնդիր ունի Օրենքները ժամանակին կարվում էին որոշ մարդկանց համար։ Այսօր էլ իրանք երբեմն օրենքներ որ բերում իրենք չեն հավատում որ օրենքը բերել է դուրս գալով պետության շահից, որովհետև իրանք այդ պրակտիկան չունեն։ Իրանք պրակտիկա են ունեցել որ օրենքները այնպես անեն որ իրենց ի օգուտ իրենց աշխատի։ Ապօրինի ծագում ունեցող գույքի մասին օրենքի մասին շատ ենք խոսել, գիտեք։ Երբ որ մենք դա բերեցինք, ինչպիսի հոգեբանական ծանր ցնցումների էին ենթարկվել։ Ու ամբողջ օրենքը Հայաստանի պատմության մեջ այդպիսի բան չէր եղել, տվեցին սահմանադրության, որպեսզի համապատասխանությունը ստուգեին։ Եվ այսպես շարունակ։ Վերադառնալով պատմական Հայաստանին, մենք շեղվեցինք այդ թեմայից, ինչը կարծում եմ հանրությանը շատ հետաքրքրող հարց է։ Այն ժամանակ, երբ որ պատմական Հայաստանի մասին խոսվել է, Մասիս Սարի մասին խոսվել է, որ սա հայկական է, սա մերն է, մեր պապերի տունը եւ այլն, ոչ ոք խնդիր չի տեսել այդտեղ։ Մենք հասկացել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը այս տարածքն է, բայց դա մեր պատմական հայրենիքն է։ Ինչն է պատճառը, որ մենք խուսափում ենք դրա մասին խոսելուց այսօր։ Տեսեք, մենք ընդհանրապես չենք խուսափում դրա մասին խոսալու։ Ոչ մեկ չէ։ Մեր հայրեն նույնիսկ 5-րդ դասարանի դասագրք առանձին առարկա կա, մեր հայրենիքը, եթե չեմ սխալվում, գիրքը ամբողջությամբ եւ դրա մասին ամբողջությամբ նկարագրված է, եթե իշխանություն ու դա եղել է մեր իշխանության օրոք այդ դասագրքի այդ առարկայի դասավանդումը դպրոցներում։
մենք ընդհանրապես խնդիր չունենք ճանաչել մեր ինքնությունը, որտեղից ենք եկել, մեր արմատները, մեր անցյալը, մեր պատմությունը, ոչ մի նման խնդիր չունեմ։ Մեր գիտեք, այն կեղծ նարատիվները, որ նետվում է հասարակության մեջ, անկեղծ եմ ասում, հիմա այն ամեն ինչի մասին, որ խոսում ենք, բոլորս էլ հոգու խորքում գիտենք, որ ընդհանրապես հակասություն չունենք պատմական Հայաստանի հետ այս պահին մենք։ Ուղղակի կան բաներ, որոնց վերաբերյալ այդ էմոցիոնալ շղթան, որի վերաբերյալ մեր ընդդիմությունը փորձում է կառուցել, թե իրենք իբր ավելի հայրենասեր են, իրենք իբր ավելի, այսպես, չգիտեմ, դե առիթը տալիս է կառուցում են։ Չէ, բնավ առիթ չենք տալիս։ Տեսեք, օրինակ Ծիծեռնակաբերդի դեպքում ի՞նչն էր առիթը նման աղմուկ բարձրացնելու։ Ոչ մի առիթ չկար։ Ուղղակի օրակարգ են լսում, քան որ օրակարգ չունեն, օրակարգ են լսնում։ Ես որ ապշած եմ մնացել, ոնց էին մի քանիկին նույնիսկ ամենայն հարգանքով այդ կանանց նկատմամբ, կարող է իրանք իրապես հավատում էին, որ պետքա ծիծեռնա։ Այնքան ենք մենք մեր քաղաքացիների նման սուտ բաներով էմոցիոնալ ու շատ ցավ եմ զգում։ Ու ես կարծում եմ պետքա այդ մարդիկ, ովքեր դա նախաձեռնում են, հետագայում ներողություն խնդրեն մեր հայրենակիցների նման իրավիճակների մեջ իրենց գցելու։ Օրինակ նախ հենց այս քառորիայից խոսեմ ցեղասպանության վերաբերյալ քրեական հոդվածի փոփոխության նախագիծ էր ներկայացրել Հայաստան խմբակցությունը ու ներկայացնում էր Արծվիկ Մինասյան ես շատ པարզ օրինակով ցույց տվեցի որ այն ժամանակ էլ են նման խոսույթ գեներացրել բայց բոլորը լուր եք որովհետև դուք եք իշխանություն Դուք լուր եք, դուք ամեն ինչի հետ հաշտ եք, ձեր արտաքին գործերի նախարար նման խոսույթ է գեներացրել, որ որևէ մեկը պատգամավոր լինելով այդ մասին չեք նկատել, չեք խոսել։ Հիմա կեղծ իմ խնդրեմը որն էր, ես պատասխանեցի, որ դուք անկեղծ չեք։ Դուք ձեզ փչացնում եք հենց այդ ֆոնի վրա, երբ որ դուք անկեղծ չեք, դուք պրոստը օրակարգ եք լցնում։ Ամբողջ խնդիրը իմպիչմենտի գործընթացը նայեք, ես 2 տարի է իրականացնում եմ։ Հա, ինչ լավ։ Ինչ էր, օրակարգ են լցնում։ Լսումներ կազմակերպվեցին եւ այդ լսումները ես տեսա, բայց ինձ այստեղ այլ հարց է հետաքրքրում, իրենց ձայներ են պետք, որը կարող է տալ միայն քաղաքացիական պայմանագիրը եւ խոսույթ կա, որ ամեն դեպքում ձեր շարքերում կան մարդիկ, ովքեր պատրաստ են գնալ դրան։ Ճանաչում եք այդ մարդկանց։ Բացարձակ նման նույնիսկ կասկած չունեմ, որ նման էլի ասում եմ, իրանք sense ինտրիգ են մտցնում, էլի ու զարմանում ես բավականին, ասենք, անկեղծ էլի տարիքով բավականին պատկառելի, գոնե տարիքը արգելով, էլի դուրս են գալիս ասում են, չգիտեմ, 7 падգամավոր որոշել է, որ բանա, էլի, այդպես իմպիչմենտին միանալու է։ Խնդրում եմ, ես նույնիսկ այն որ, չգիտեմ ոնց ասեմ, վստահաբար եմ ասում, որ անհնարը մեր պատգամավորների մեջից մարդ լինի, որ կգնա իմպիչմենտի գործընթացին միանալու, ուր մնաց 7 հոգի, բացարձակ սուտ է։ Վստահաբար կարող եմ ասել։ Չգիտեմ, հիմա կասեք, հիմա այնքան վստահ եք ասում, որ վստահ եմ ասում։ Շատ վստահ եք ասում։ Այո, վստահ եմ ասում։ Վերջին շրջանում Ալեն Սիմոնյանի եւ Հայկ Սարգսյանի միջև կոնֆլիկտը ճակերտավոր կարող են կոնֆլիկտ ասել նաև կարող է չէ առիթ դառնալ հանրության շրջանում որ մտածեն այն նրանցից մեկը գուցե այս մարդն է Հանրության շրջանում գիտեք ինչն է հետաքրքիր մենք ինքան թափանցիկ ենք որ դա է հիմնական հանրության շրջանում խոսույթ առաջացնում անկախ մեր կամքից լավ ասեցիք ճակերտավոր կոնֆլիկտ հիմա որ նայենք տեսնենք անընդհատ բաներ ենք գտնենք որ այս падգամավորի խոսույթը մյուսի հետ չի համապատասխան որովհետև մենք դες նախապես պայմանավորված այսպես ծրագրավորված բան չենք էլի Ալեն Սիմոնյանը իր կարծիքն է ասում Հայկ Սարգսյանը իր կարծիքն է ասում, երեք օրինակ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի վերաբերյալ, նաև sense իրավական գործընթացների մեկնաբանության խնդիր կար Քոչարյան Անդրանիկը ուրիշ ձև ասեց ներկայացրեց Ալեն Սիմոնյանը, այլ կերպ ասեց, բայց դա ներկայացնել որպես կոնֆլիկտ նման բան չկա բնականաբար։ Ես վստահ եմ, որ դա ընդհանրապես կապ չունի, ինչպես տեսակ թե Ալեն Սիմոնյանը, թե Հայկ Սարգսյանը կուսակցության վարչության անդամի տեխնացուներ էին, ինչպես եք պատկերացնում։ Թիմի ներսում կոնֆլիկտներ չկան։ Չէ։ Լուրջ։ Ոչ։ Եվ ամստահության խնդիր վարչապետին չկա։ Բացարձակ։ Այս տարիների ընթացքում 18 թվականից մինչև 25 թվականը գաղափարական անհամաձայնություններ եղել են։ Տեսեք, մենք ցանկացած հարց այն ամենափոքր նույնիսկ
խոսում ենք։ Մենք ունենք նախաձեռնողի նիստեր կուսակցական, ամեն շաբաթ մեկնարկող, կուսակցականները ցանկացած տարածքային կառույցներից, ավականներից, չգիտեմ, ովքեր ունենք, հնարավորություն ունեն մասնակցելու։ Նաև կազմակերպում էինք մարզայիններ, որ նույնիսկ վարչապետը գնում էր մարզեր, որովհետեւ որևէ կուսակցական անմասն չմնա որևէ խոսույթից, որը քաղաքական դաշտում կա։ Եվ այս առումով մենք ընդհանրապես խնդիր չունենք մեր հարցերի շուրջ խոսենք։ Գուցե խոսենք, բարձենք, այսինքն դա չի վերածվում ինչ-որ գաղափարական անհամաձայնության, այլ ամեն հարցի շուրջ ուղղակի շատ բարձր զրույց ենք վարում եւ գալիս ենք ընդհանուր գաղափարական մի մտքի։ Ես այդ առումով իմ կուսակցությունը շատ սիրում եմ ու հպարտանում եմ։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Մեր լսողներին եւ դիտողներին ուզում եմ հիշեցնել, որ Թարմ ուղեղով զրույցներ գործարալիքի եթերում առաջին խոսափողի մոտ քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Ալխազ Ղազարյանն էր, իսկ երկրորդի մոտ ձեզ համար Մոնիկա Մամյանը աշխատեց։ Շարունակեք մեզ հետևել, լսել բոլոր զրույցները, ոչ միայն Թարմ ուղեղովը կհանդիպենք։